Բարեկամներ խաղային օրը մեզ մոտ շարունակվում է եւ հիմա արդեն հերթը Մոնակոյին ու Վիլյարեալին է միմյանց միջև ուժերը պարզելու համար ծանոթացնեմ թիմերի հայտարարությունները սկսենք Մոնակոյից Մեսրո Բլնդոյանը պաշտպանում է դարպասը համար 1 Սմութ Պերեդե համար 5 Վահե Սարգսյան համար 7 Աղվան Գրիգորյան համար 10 Գևորգ Փկրչյան համար 11 Էրիկ Սարգսյան համար 12 Սուրեն Մոսյան համար 14 Դավիթ Սարգսյան համար 15 եւ Նելսոն Հարությունյան համար 22 Վիլյարեալի հայտարարությունը դարպասը պաշտպանում է Հայկ Մկրչյանը համար 13 Լևոն Ստեփանյան համար 5 Արմեն Ավակյան համար 6 Հովանես Իլանգյոզյան համար 8 Գագիկ Սարդարյան համար 10 Գևորգ Հովանեսյան համար 11 Վլադիմիր Ուլուխանյան համար 20 Հարություն Զատիկյան համար 22 Վիգեն Բեգոյան համար 77 եւ Կարո Մանուկյան համար 99 Շատ հետաքրքիր հանդիպում է իսկապես սպասվելու մեզ այս 50 րոպեների ընթացքում մրցաշարային աղյուսակում պատկերը էլ ավելի հետաքրքիր է դառնում ամեն խաղից հետո հիմա դեպի Մանուկյանը փոխանցում լավ չընդունեց այստեղ Վիլյարեալի հարձակվողը այս իրավիճակում գնդակ ու հեռու թողեց մի փոքր իհարկե փոխանցումը մի փոքր էլ բարդ ստացվեց Մանուկյանի համար մեղադրել նրան այս իրավիճակում չհասնելու համար գնդակին չեն կարող իսկապես փոխանցումը լրիվ այլ ուղղությամբ էր ընթանում, քան շարժվում էր Մանուկյանը։ Վիլյարեալը մրցաշարային աղյուսակում այս պայն 5-րդ է 32 միավորով, բայց ունի բաց թողած մեկ հանդիպում, որը պետք է անցկացնի։ Հիմա գնդակի կորուստ Հարությունյան հարված Մկրտչյանը փրկում է այստեղ էլ հիմա Վիլյարեալին առաջին վտանգավոր պահ այս խաղում ստեղծում է Մոնակոն իհարկե։ Նորից սխալ պաշտպանությունում կրկին Նելսոն Հարությունյան, բայց Ուլուխանյանը այստեղ շատ հաջող պաշտպանվեց Վիլյարեալը մեկ տարկում պաշտպանությունում մի փոքր սխալներ է գործում, բայց իհարկե հուսանք, որ կարգավորեն այդ ամենը հիմա էլ Մոսյանի հեռավոր արվածի փորձը տեսանք, բայց այստեղ թույլ ստացվեց Սուրեն Մոսյանի կատարած հարված ու խաղարկում է կրկին Դեղին Սուզանավը գնդակ Ավակյան, Կարո Մանուկյան Դեպի Սարդարյանը իսկապես շատ լարված հանդիպում է սպասվելու մեզ Մոնակոյին միայն ու միայն պետք է աննշան մեկ միավոր վաստակելու արդեն ապահովել իր տեղը play-off փուլում իհարկե նրան կարող է թիկունքից մոտենալ միայն Միլանը կապ Արաքսը իհարկե Արաքսը դեռ ունի մեկ հանդիպում, որը պետք է լրացնի Միլանից էլ այս պայն Մոնակոն առաջ է գտնվում 3 միավորով ու հաղթանակի հասնելու դեպքում կունենա ներողությունը ոչ ոքի արդյուն գրանցելու դեպքում կունենա 4 միավորի տարբերությունը Ավակյան շատ լավներ մտահղացումը, բայց Սարդայանին այստեղ գնդակը չհասավ, վերացված է գնդակ ու անկյունային կիրասի Վիլյարեալը այո կունենա 4 միավորի առավելություն Միլանի նկատմամբ Մոնակոն ու այլևս անհասանելի կլինի մրցակցի համար մեկ հանդիպում է մնացել Միլանի խմբային փուլը ավարտելու համար բայց նաև կարելի է դիտարկել այո Մանչեսթեր Յունայթեդի տարբերակով 15 հանդիպումից հետո ունի 25 վաստակած միավոր եւ դեռ 2 հանդիպում պետք է անցկացնի այնպես որ դեռ միայն ոչ ոքին բավարար չէ այս իրավիճակում Մոնակոին միայն ու միայն հաղթանակն է Մոնակոին իսկ արդյունքով ապահովում play-off-ի ուղղագիր զերծ մնալու մրցակիցների անցկացնելիք հանդիպումներից բայց Մոնակոն այսօր միավոր կամ միավորներ կորցնելու դեպքում իհարկե դեռ կմնա 7-րդ հորիզոնականում ու կսպասի իր մրցակիցների հանդիպումներին, բայց փաստ չէ որ կապովի տեղը play-off-ում։ Իսկ Վիլյարեալը արդեն մաթեմատիկական բոլոր հաշվարկներով գտնվում է play-off փուլում, բայց այլ հարց է թե ինչ հորիզոնականով Վիլյարեալը կհաղթահարի խմբային փուլը այս պայն իհարկե 5-րդ հորիզոնականում են 32 միավորով, բայց մինչև 2-րդ հորիզոնականը զբաղեցած Աջափնյակը ընդամենը 1 միավոր է բաժանում Վիլյարեալին, քանի որ 3-րդ, 4-րդ եւ 5-րդ տեղերում ներողություն 2-րդ, 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում գտնվող թիմերը ունեն 33-ական միավորներ, իսկ Վիլյարեալը 32 միավորով
գտնվում է 5-րդ հորիզոնականում կարող է պատկերը այսպես չլիներ, եթե իհարկե Վիլյարեալը նախորդ տուրում կարողանար հաղթել Միլանին, ճիշտ է, արեց ամեն ինչ Վիլյարեալը այդ ամենի համար հաղթում էր 2-0 հաշվով, բայց Միլանը իսկական կամք ցուցադրեց ու կարողացավ ոչ ոքի գործել այդ խաղում, ինչը Միլանին աննշան, բայց հնարավորություն տալիս է հույս ունենալու փլեյօֆի համար։ Նելսոն Հարությունյան Զատիկյանն է դիմավորել Հարությունյանին ամեն դեպքում հարվածեց Հարությունյանը ու մի փոքր շեղությամբ է ստացում Նելսոն Հարությունյանի կատարած հարվածը, որքան ակտիվ է իսկապես մեկ տարկել հանդիպումը։ Ավակյանն է գնդակով, այո, պետք է այսօր փորձել Վիլյարեալի տեսանկյունից հաղթանակ տանի Վիլյարեալու մտածի ավելի վերին հորիզոնականը խմբային փուլը հաղթահարելու, իհարկե Մոնակոն էլի երթին բնականաբար պայքարում է միայն ու միայն միավորի կամ միավորների արժանանալու, փորձելու, իր արդյունքով ապահովել Կարո Մանուկյան բացված է հաշիվը 1-0 Վիլյարեալն առաջ է հասնում հաշվի մեջ։ Կարո Մանուկյան 1-0 Վիլյարեալն առաջ է հասնում հաշվում է ճիշտ գեղեցիկ գրող եզրափակում տվեց Մանուկյան այս իրավիճակում, բայց ինչ փոխանցում ստացավ իհարկե գլխավոր փոխանցումներ կատարող Արմեն Ավակյանից այո այդ բառը կարելի է վերնագրել իսկապես ամեն խաղում իր արդյունավետությունը Ավակյանը ունենում է նմանատիպ իրավիճակներում գնդակները հասցեագրելու խաղընկերներին Սարդարյան Սարգսյանը փակեց գնդակի ճանապարհը հենց Սարգսյանն էլ զարգացնում է արագություն ու Լուխանյանն էլ հասցնում է այստեղ նահանջել ինչ ակտիվ է ընթանում իսկապես հանդիպումը նույնիսկ թիմերը այլ բանի մասին խոսելու ժամանակ չեն տալիս Մոսյան չանցավ փոխանցումը Իլան Գյոզյանը փակեց գնդակի ճանապարհը ու հիմա Զատիկյանի հետ խաղարկումով փորձեցին դուր գալ պաշտպանությունից չստացվեց ու Հարությունյանն էլ հարվածեց եւ վաստակեց անկյունային հարված այս իրավիճակում Այո բավական ակտիվ մեկտարք իսկապես ունեցանք այսօր նաեւ թիմերը իհարկե հատկապես Վիլյարեալը ունի լուրջ կադրային կորուստ այս խաղում չկա Հակոբ Համբարձումյանը ով բացակայում է այս խաղում թիմի հայտարարություն եւ իհարկե Համբարձումյանի տեղը իհարկե ամեն խաղում զգացնել տալիս է նրա բացակայության ժամանակ բայց ամենայն դեպս խաղանքները կփորձեն Արենց Համբարձումյանի հաղթարել Մոնակոյի արգելքը առայժմ 1-0 հաշվով հաղթում է Վիլյարեալը բայց խնդրեմ որքան ակտիվ մեկնակ տվեց այս խաղում Մոնակոն ու հենց առաջինը բաստողեց գնդակեց Մոնակոն Ահա այսպեսին է ֆուտբոլը իհարկե վտանգավոր պահերը միայն բավական չեն պետք է դրանք արդյունավետ օգտագործել Ավակյան ինչ փոխանցում դեպի Սարդարյանը անցավ Սարդարյանն էլ ընդունել է գնդակը կարող է գրավել դարպասը չհարվածեց այստեղ Գագիկ Սարդարյանը Կարո Մանուկյանն է անում այդ ամենը բայց թույլ ստացվեց Մանուկյանի հարված ու Բլնդոյանը առանց խնդիրների վերցրեց գնդակը Մոսյան շատ արագ է Սուրեն Մոսյանը այսօր նրան պետք է վերահսկողության տակ առնեն իհարկե Վիլյարեալի ֆուտբոլիստները Մոսյանը ու Լուխանյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը երկրորդ դրվագում էլ փորձեց անել այդ ամենը եւ հիմա Փոխարենը շարժվում էին առաջ Վիլյարեալի ֆուտբոլիստները, բայց չստացվեց այս իրավիճակում, Սմութ Շատ լավ փոխանցում դեպի Մոսյանը լավ չընդունեց Սուրեն Մոսյանը այստեղ գնդակ ու գործեց հարված կատարելու հնարավորությունը, ինչպիսի հանդիպում ենք իսկապես հիմա դիտում խաղալաշտում, բավական բարձր է տեմպը հանդիպման ու պետք է Իհարկե առաջին հերթին այս պայդրությամբ Մոնակոն մտածի պատասխան գնդակի մասին, հետո մտածելու ավելի մասին Արմեն Ավակյան լավն էր փոխանցումը դեպի Իլան Գյոզյանը նորից Վիլյարեալը շարժվում է առաջ Իլան Գյոզյան բայց այստեղ Գրիգորյանը հասցնում է հեռացնել գնդակ ու կտեսնենք անկյունային հարված Վիլյարեալի կատարմամբ Հենց Ավակյանն էլ պատրաստվում է իրականացնել այս անկյունայինը Կա փոխանցումը Մանուկյանը արված ու այստեղ Շեղեց պաշտպանը գնդակի ուղղությունը կար վարկած կար պահանջ Մանուկյանի կողմից որ ձեռքով խաղաց պաշտպանը այստեղ բայց մրցավարը բավական մոտ էր կանգնած ու իհարկե չկար խաղի կանոնների խախտում այլապես եթե լիներ 11 բեզանոց հարված անխուսափելի կլիներ Մոնակոյի դարպասի ուղղությամբ հիմա էլ ուժեղ ստացվեց փոխանցումը Մոսյանի համար ու
Հարված կլինի Հայկ Մկրտչյանի պաշտպանած դարպասից Ստեփանյան Դեպի Ուլուխանյանը Կարո Մանուկյանին ուղարկեց գնդակը Մանուկյանն էլ Ավակյան լավներ մտաղացումը, բայց Իրան Գյոզյանը չհասցրեց արձագանքել գնդակին, ավելի շուտ Մկրտչյանը արեց դա Մոնակոյի կազմում, հիմա փորձում է Պերեդեն անցում կատարել, բայց իհարկե Ավակյանին հեշտությամբ չէ շրջանցի։ Ուլուխանյան լավն էր փոխանցումը, Կարո Մանուկյան փորձեց մի անգամից կրունկով ընդհատքից որսալ գնդակը, բայց ստացվեց այստեղ, եթե գտեր ցանցը Մանուկյանը շքեղ գոլ իսկապես կտեսնենք այս իրավիճակում։ Մոսյան ընդունել է գնդակը ու շարժվում է առաջ Զատիկյանն է հիմավորել նրան, Մոսյան անցում կատարեց ու սա ավելի շատ հարված էր նման քան իհարկե փոխանցման։ Ուլուխանյան դեպի Արմեն Ավակյանը կրկին Ուլուխանյան խաղարկում է Վիլյարեալը գնդակ Իլան Գյոզյան Հետ փոխանցում Զատիկյանին ու արդեն գնդակը Ստեփանյանի մոտ է, Ստեփանյանը լասյակեց Գագիկ Սարդայանին, փորձում է այսպես խաղարկումներով առաջ շարժվել Վիլյարեալը, այստեղ լավ չհամագործակցեցին Իլան Գյոզյանն ու Ավակյանը միմյանց հետ ու տեսնենք պատասխանը Մոնակոյի Պերեդեր ու թողեց գնդակ ու ուղիղ Մկրտչյանի ձեռքերին բաժին ասավ, այն ինչ հնարավորություն փորձրեց հիմա Մոնակոն իսկապես հաշիվը հավասարեցնելու համար Ստացավ փոխանցում Նելսոն Հարությունյանի շատ տպաստավոր դիրքում Պերեդեն, բայց չկարողացավ այս դրվագը եզրափակել Ավակյան Հերվից հարված, բայց շեղությամբ է ստացվում Ավակյանի կատարած հարվածը ու Բլնդոյանը գնդակը մտցնում է խաղի մեջ Պերեդեն Սարգսյան Էրիկ Սարգսյանի հետ խաղարկում Սարդարյանը այստեղ փակեց գնդակի ճանապարհը, բայց այն կլինի կրկին Մոնակոյի մոտ Պերեդեն Կապրեսինք հիմա Վիլյարեալի ֆուտբոլիստերի կողմից Սարդարյան այստեղ պայքարեց մինչև վերջ ու Պերեդեն չկարողացավ հեշտությամբ շրջանցել նրան, փոխարենը գնդակը բավական հեռու թողեց, եզից նետում է Ստեփանյանը, Հայկ Մկրտչյան, նորից Ստեփանյան, գտավ կենտրոնում Ուլուխանյանին, Արմեն Ավակյան, թողնում է Ավակյանը գնդակը Ուլուխանյանին լավ նկատեց Կարո Մանուկյանին ու Բլնդոյանը պրկում է այստեղ Մոնակոյին այքես Մանուկյան ինչպես է փոխվում պաշտպանների թիկունքից ու ստանում փոխանցումներ խաղանկերներից հիմա կարող է դուբլ նաև գրանցել Մանուկյանը, բայց Բլնդոյանը այս պարագայում դարպասը ձեռք տայեց Հարություն Զատիկյան պաշտպանության խորքում է այսօր տեղ զբաղեցել Զատիկյանը դեպի Ավակյան ուղարկեց գնդակը Շարժվում է առաջ Ավակյանը խաղարկում Ուլուխանյանի հետ դեպի Ստեփանյանը կրկին Ավակյան կա Իլան Գյոզյանի տարբերակը գտավ Կարո Մանուկյանին այս խաղարկումը նույնպես շքեղ էր Մանուկյանի ու Ավակյանի միջև, բայց Բլնդոյանը այստեղ կարողացավ դուրս գալ դարպասից ու տիրել գնդակին նորից կորցնում է Մոնակոն գնդակը Զատիկյան Վիլյարեալը անցնում է հերթական գրոհին Իլան Գյոզյան թողեց գնդակը Ուլուխանյանին հետ փոխանցում դեպի Զատիկյան ու ուղարկեց գնդակը Ստեփանյանի ուղղությամբ շատ լավ նկատեց Արմեն Ավակյանին Ստեփանյանը Ավակյան լավն էր փոխանցումը Իլան Գյոզյան հարված ու նորից Բլնդոյանը փրկում է այստեղ Մոնակոին այո պետք չէ Ավակյանին այդպիսի տարածությունում միայնակ թողնելու թույլ տալ որպեսզի նա մտածի թե որ ուղղությամբ ուղարկի գնդակը քանի որ միևնույն է մեկ խաղանկերոջ ազատ գոտում կգտնի Ավակյանը ու կհանի հարվածային դիրք իհարկե այս խաղում արդեն մի քանի անգամ տեսանք բոլոր հանդիպումներում գրեթե տեսնում ենք Վիլյարեալի մասնակցությամբ կա Սուլիչը խաղարկած է եզրային նետում Ուլուխանյանը Ավակյանի հետ խաղարկեց գնդակը Արմեն Ավակյան հետ փոխանցում Հարություն Զատիկյանին Ստեփանյան կրկին Զատիկյան Ուլուխանյան ու դեպի աջ նորից Ստեփանյանն է Տես բաղեցել գտավ կենտրոնում Արմեն Ավակյանին նորից Կարո Մանուկյանի մոտ է գնդակը, բայց այս անգամ Գրիգորյանը հասցնում է թիկունքից լավ աշխատել ու թույլ չտալ
Կանո Մանուկյանին շրջվել այս իրավիճակում, այլապես եթե Մանուկյանը շրջվեր կարող էր եւս մեկ արդյունավետ գործողություն կատարել, առանց այն էլ վտանգավոր է, երբ թիկունքով է մրցակցի դարպասում, իսկ եթե իհարկե թույլ տան Մանուկյանին մտածելու ժամանակ ունենա, չենք կարող ասել, թե ինչպեսի շքեղ գոլերի ակնկալից կարող է լինել։ Զատիկյան լավ պայքար տվեց գնդակի համար ու Բեգոյանը այստեղ պայեց գնդակը Վիլյարեալի մոտ։ Փորձեց անցում կատարել, հետո կորցրեց Մոսյանը խլել գնդակը, հարված Մկրտչյանն է հիմա էլ փրկում չի հավատվել։ Մոնակոյի գրոհն եւս մեկ փոխանցում Սարգսյանից դեպի Պերեդեն, բայց Ստեփանյանը փակեց գնդակի ճանապարհը, Կարո Մանուկյան թողեց Ավակյանին, նետվում է առաջ Վիլյարեալը, Արմեն Ավակյան, կա Բեգոյանն ու Սարդայանը, կա փոխանցում դեպի Սարդայանը, Մանուկյան բարձր է ստացվում այստեղ։ Մանուկյանի հարվածի փորձը Սարդայանը փորձեց հարվածել, չստացվեց, եկավ գնդակը Կարո Մանուկյանի մոտով։ Փորձեց հարվածել, բայց ստացվեց փոխանցում ուղիղ Բլնդոյանի ձեռքերի բաժին ասավ գնդակը։ Հիմա էլ փակեց Ուլուխանյանը գնդակի ճանապարհը եւ շատ հաշվեն եկած փոխանցում դեպի Արմեն Ավակյանը կատարեց։ Ավակյան, Սարդարյան միայնակ է Սարդարյանը, տեսնեք ինչ որոշում է կայացնում։ Արմեն Ավակյան վտանգավոր է հարված ու հիմա էլ չի հայտնվում գնդակը դարպասում։ Շեղ ընթացավ Ավակյանի հարվածը, թե դիպա որևէ մեկին, կարծես մրցավարը անկյունային է այո նշանակել։ Վիլյարեալի դարպասի ուղղությամբ ու տեսնենք այս ներողություն Մոնակոյի դարպասի ուղղությամբ ու տեսնենք Վիլյարեալը այս անգամ անկյունային ինչպես է խաղարկելու։ Բեգոյանն է տեղադրել գնդակը։ Բարձրից փոխանցման փորձ չստացվեց, Պերեդեն այստեղ լավ գործեց։ Ուղարկում է գնդակը առաջ դեպի Հարությունյանը։ Հարությունյանն էլ թողեց Սարգսյանին, բայց Սարդարյանը պայքարում է միջև վերջ գնդակի համար, ճիշտ է այստեղ ռիսկային էր մի փոքր փոխանցումը դեպի պաշտպանություն, բայց լավ գործեց այստեղ էլ Հարություն Զատիկյանը։ Ավակյան դեպի Ուլուխանյանը։ Նորից Զատիկյան։ Արմեն Ավակյան շատ լավ փոխանցում Սարդայանին այս անգամ ու Սարդայանի փոխանցումը ստացվեց, բայց Բեգոյանի հարվածից հետո պաշտպանը հեռացնում է գնդակը, տեսնենք ինչ գրոյ շարունակություն կմտածի հիմա նորից Վիլյարեալը, Արմեն Ավակյան շարժվում է առաջ, Ավակյանը գնդակով հարվածը կա, Բլնդոյանը փրկում է ու Բեգոյանին թույլ չեն տալիս նորից հարված կատարել, Մկրտչյանը այստեղ էլ հաստրեց հեռացնել գնդակը։ Ու եզից կնետիմ Վիլյարեալը այդ ընթացքում փոփոխություն Մոնակոյի կազմում կասուլին չէ խաղարկած է գնդակ Ուլուխանյանն է գնդակով շատ լավ նկատեց Արմեն Ավակյանին, Ավակյան դեպի Սարդարյանը եւս մեկ հարված ու նորից փակվում է գնդակի ճանապարհը այս անգամ էլ Էրիկ Սարգսյանի կողմից փորձում է հիմա գրոյի հասնել Մոնակոն Դավիթ Սարգսյան, բայց Բեգոյանը խլեց գնդակը Կարո Մանուկյանի, հիմա էլ չանցավ Մանուկյանի փոխանցման փորձը ու Էրիկ Սարգսյանն է զարգացնում արագություն, բայց իհարկե այսքան հեռու տարածությունից մի անգամից հաղթարել գնդակը չես կարող առանց այն Ստեփանյանը ճիշտ դիտքում էր ու կարողացավ Փագել մարմնով մրցակցի առաջ խաղացման ճանապարհը խաղարկած է գնդակը Ուլուխանյան դեպի Ավակյանը Մոսյան այստեղ էլ նահանջեց եւ հիմա Մոնակոն նետվում է առաջ Պերեդե լավ գործողություն Պերեդե հարված բարձր է ստացվում հիմա էլ սմուտ Պերեդեի հարվածը իսկապես լավ արեց այս դրվագում Մոնակոն ամեն ինչ բաց Պերեդեն վերջին պահին լավ չհարվածեց մեղմ ասած ու բարձր ստացվեց Պերեդեի կատարած հարվածը Սարդարյան Թողնում է Ուլուխանյանին դեպի Զատիկյանը Վիգեն Բեգոյանն է ստանում գնդակը ձախ եզրում Ուլուխանյան հեռվից հարված Ուլուխանյանի կողմից, բայց թույլ ընթացավ այս հարվածը ու դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Բլնդոյանը կմտցնի գնդակը խաղի մեջ Սուրեն Մոսյան Այստեղ խլեց գնդակը Վիլյարեալը, Մկրտչյանը հետո վերականգնեց Մոսյանն էլ հեռու թողեց այստեղ գնդակ ու ասել այս գնդակի հետևից չէի կարող հիմա, բայց հասկանանք ինչ պատեց Մոսյանին, ձգել է մկանը կարծես
Ոչ ամեն դեպքում չի փոխարինվի Մոսյանն ու կամա նախագահաշտում կա Սուլիչը Բեգոյան ուղարկում է գնդակ Արմեն Ավակյանին Կրկին Բեգոյան հարված ու հիմա քիչ էր մնում գնդակը հայտնվել դարպասում ինչպիսի հարված կատարեց Բեգոյան այստեղ Շատ լավ նկատեց բաց անկյուն ու փորձեց գնդակ ուղարկել եթե դարպասին ընդհանուր հարված ապա բարդ է պատկերացնել թե Բլնդոյանը ինչպես պետք է հասներ այս հարվածի ճանապարհը փակել հարված կլինի հիմա Հայկ Մկրտչյանի պաշտպանած դարպասից Ստեփանյան Լավ փոխանցում դեպի Արմեն Ավակյանը, բայց այստեղ Մոնակոն փորձեց գնալ գրոյիչ ստացվեց Սարտարյան թողնում է Ստեփանյանին ու արդեն վետավ Ստեփանյանը Արմեն Ավակյանին նորից Ուլուխանյան Որն է հետաքրքիր իհարկե Վիլյարեալի համար Բեգոյան կա փոխանցում ու Կարո Մանուկյանին չհասավ այստեղ գնդակը Որն է հետաքրքիր Վիլյարեալի համար որ մրցաշարային աղյուսակում իրենից վեր գտնվող թիմերը խոսքս Էվերթոնի Գլադբախի Բորուսիայի Արմեն Ավակյան 2-0 գեղեցիկ խաղարկումներ ու Վիլյարեալը կրկնապատկում է առավելությունը Արմեն Ավակյան 2-0 Վիլյարեալը կրկնապատկեց իր առավելությունը ինչպիսի է հարված այո ինչի մասին խոսում եմ Ավակյանին պետք չէ հարված կատարելու հնարավորություններ տալ նմանատիպ տարածություններից Ավակյան երրորդ անգամ այս խաղում գնդակը հայտնվում է Մոնակոյի դարպասում 1 րոպեի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Ավակյանը 3-0 Վիլյարեալը խաղակեսի վերջնամասում նորից գրավում է դարպասը կրկնակի անգամ այո Ավակյանից նորից 1 րոպե 2 ամբողջական րոպե այսպես կլինի ասել չպահանջվեց դուբլի հեղինակ դառնալու համար ու հիմա Վիլյարեալը շատ մեծ քայլ կատարեց այս խաղում իսկապես այս գոլով արդեն այս ընթացքում փոխարինվեց Մոնակոյի առաջատարների Սուրեն Մոսյանը ձգեց մկան ու չի կարողանում հիմա շարունակել հանդիպումը հույս ունենանք որ Մոսյանին կրկին կտեսնենք խաղադաշտում հիմա սխալ Բլնդոյանի կողմից բայց գրոյի շարունակություն տալ չստացվեց Վիլյարեալի մոտ ու տեսնենք խաղակեսի վերջնամասը ինչպես կստացվի 2 րոպեից քիչ է մնացել առաջի կեսի հիմնական ժամանակի ավարտին այդքան ունեն իրենց տրամադրության թիմերը Կարո Մանուկյան շատ լավ փոխանցում դեպի Բեգոյանը հարվածում է ու հիմա դարպասածողն է օգնության գալիս Մոնակոյին այս իրավիճակում այո Բլնդոյան խաղարկում է գնդակը Գրիգորյանի հետ բայց այստեղ Մանուկյանը գնաց պրեսինգի ու քիչ էր մնացել խլել գնդակը հիմա էլ Մկրտչյանն է դուրս գալիս դարպասից ու տինում այս գնդակին Գապիկյան Բեգոյան Ցածրից փոխանցում բայց Նելսոն Հարությունյանը այստեղ առաջինը արձագանքեց գնդակին ու հասցրեց ազատվել գնդակից ուղարկելով այն Մկրտչյանի ուղղությամբ Սարգսյան կա Պերեդեի տարբերակը կա փոխանցում դեպի Սմուտ Պերեդեն դանդաղեց այստեղ մի փոքր ու արդեն իհարկե թույլ չեն տա Վիլյարեալի պաշտպանները այսքան երկար մտածել Պերեդեին Սարգսյան հարված փակված է Սարգսյանի հարվածի ճանապարհը ու անկյունային է վաստակում Մոնակոն այս իրավիճակում Վերջին դրվագը կարծում եմ կլինի առաջի խաղակեսի այս անկյունայինը եթե իհարկե ոչինչ չփոխհատուցի մրցավարը Եվս մեկ անկյունային թույլ կտա խաղարկել Սարգսյանն այս անգամ էլ գնդակի մոտ կա փոխանցումը Գրիգորյան հարված ու այստեղ Ուլուխանյանը փակեց հարվածի ճանապարհը հեռացնելով նույնիսկ գնդակը բայց Բլնդոյանը լավ գործեց այստեղ ու առաջի խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար որից հետո կշարունակենք
Սիելի ֆուտբոլասերն մեկարկում է Վիլյարեալը դեմ Մոնակոյի հանդիպան երկրորդ խաղակեսը առաջի կեսից հետո Վիլյարեալը ունի երակի առավելություն Մոնակոյի նկատմամբ նախ կարողացավ Կարո Մանուկյանը բացել այս հանդիպան հաշիվը հետո դուբլ գրանցեց իր անվան դիմաց Արմեն Ավագյանը 3-0 հաշվի պայմաններում թիմերը գնացին ինչքան տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կմատուցեն մեծ թիմերը իհարկե խոսքս առաջին հերթին վերաբերվում է Մոնակոին պետք է Մոնակոն մտածի այս ամենը իհարկե վերահսկելու մասին ու փորձելու շատ արագ կրճատելու հանդիպան հաշիվը, եթե իհարկե կստացվի Մոնակոյի ֆուտբոլիստների մոտ, այլապես Վիլյարեալը շատ մեծ առավելություն ունի այս րոպեներին իհարկե խաղադաշտում։ Եկեք այս գրոյից հետո նորից կվերիչենք թիմերի հայտարարությունները Սարգսյան չհասկացան այստեղ միմյանց Մոնակոյի երկու ֆուտբոլիստներ ու Սարգսյանի փոխանցումը ուժեղ ստացվեց։ Մեսրո Բլդոյանը պաշտպանում է Մոնակոյի դարպասը համար 1 Սմութ Պերեդե համար 5 Վայե Սարգսյան համար 7 Աղվան Գրիգորյան համար 10 Գևորգ Մկրտչյան համար 11 Եվս մեկ փորձ Սարգսյանի շեղությամբ ստացվել Էրիկ Սարգսյան համար 12 Սուրեն Մոսյան համար 14 Դավիթ Սարգսյան համար 15 եւ Նելսոն Հարությունյան համար 22 Վիլյարեալ դարպասը պաշտպանում է Հայկ Մկրտչյանը համար 13 Լևոն Ստեփանյան համար 5 Արմեն Ավագյան համար 6 Հովհաննես Իլանգոզյան համար 8 Գագիկ Սարդարյան համար 10 Գևորգ Հովհաննիսյան համար 11 Վլադիմիր Ուլուխանյան համար 20 Հարություն Զատիկյան համար 22 Վիգեն Բեգոյան համար 77 եւ Կարո Մանուկյան համար 99 լավ վեճ մտածել այստեղ Ուլուխանյանը բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց Պայես գնդակը Բլնդոյանը դաշտի սահմաններում ուղարկելով Սարգսյանին բայց այստեղ էլ Սարգսյանի փոխանցումը չանցավ ու հիմա նորից գնդակը Վիլյարեալի մոտ է Սարդարյան դեպի Ավագյանը չանցավ նորից այս փոխանցումը ու հիմա Էրիկ Սարգսյանը գնդակը ուղարկում է Պերեդեին լավ նկատեց Պերեդեն այստեղ Դավիթ Սարգսյանին նորից Պերեդե թողեց Նելսոն Հարությունյանին ու մեկ գնդակ Մոնակոն ետ է բերում 3-1 Նելսոն Հարությունյան 3-ը կրճատված է հանդիպան հաշիվը ու հիմա տեսնենք այս խփած գնդակից հետո ինչ կփորձի անել Մոնակոն իհարկե մեկը ետ բերեցին բայց դեռ երկու գնդակ էլ պահանջվում է առնվազն ոչ ոքի մասին մտածելու համար իհարկե նույնն ասել Վիլյարեալի տեսանկյունից չեմ կարող թիմը միայն ու միայն բնականաբար այստեղ է 3 միավորը վաստակելու համար ու մրցաշարային աղյուսակում Էլ ավելի բարձր հորիզոնականում ամրապնդվելու ինչի մասին ուզում էի խոսել երբ Արմեն Ավագյանը թույլ չտվեց ու գրավեց մրցակցի դարպասը որն է հետաքրքիր Վիլյարեալի համար որը նրանից ավելի վեր գտնվող այս պահին 3 թիմերը Արժապետակը Էվերտոնն ու Բորուսիա Մյունխենգլադբախը ունեն անցկացնելու հանդիպումներ միմյանց դեմ այս հանդիպումից հետո կմեկտարկի Բորուսիա Մյունխենգլադբախ Արժապետակ հանդիպումը որը անկախ իհարկե արդյունքից Ձեռնտու է Վիլյարեալի համար, թե ինչպես կավարտի հանդիպումը։ Հետո էլ արդեն Էվերտոնը ունի երկու հանդիպումներ անցկացնելու մնացածի երկու տուրերի ընթացքում հենց Աջափնյակի ու Բորուսիա Մյունխենգլադբախի դեմ, այնպես որ անկախ ամեն ինչից Վիլյարեալի համար պատկերը էլ ավելի հեշտ ու հետաքրքիր է դառնում անկախ իր հանդիպումներից բացի մրցակիցները ունեն անցկացնելու հանդիպումներ միմյանց դեմ հիմա գնդակի կորուստ ու Մոնակոն եսից կնետի Պերեդեն դեպի Նելսոն Հարությունյանը ու այստեղ Զատիկյանը խախտեց խաղի կանոնները եւ 11 մետրերից հարված է նշանակում մրցավարը Վիլյարեալի դարպասի ուղղությամբ այ քեզ հետաքրքիր պատկեր երկրորդ խաղակեսում եւ տեսնենք հիմա իրատեսական շանս ունի Մոնակոն այս խաղում հանդիպան հաշիվը նորից կրճատելու ու հասնելու նվազագույնի բայց նախ վաստակելը բավական չէ պետք է դիպուկ իրասել 11 մետրանոց հարվածը Հայկ Մկրտչյանը պարզապես փորձ ունի 11 մետրանոցների հետ մղելու բայց տեսնենք հարվածողը ունի առավելություն այս իրավիճակում Պերեդեն ընդդեմ Մկրտչյանի տեսնենք ով ավելի դիպուկ կգտնվի այստեղ Եթե գրավում է Պերեդեն դարպասապա 3-2-ը դարձնում հանդիպան հաշիվը շատ կարևոր պահ է հիմա իսկապես առաջին հերթին Մոնակոյի համար պետք է փորձել դիպուկ գտնվել նշակետից ու նորից կրճատել հանդիպան հաշիվը կամ մրցավարի սուլիչը Պերեդեն թե Մկրտչյան Պերեդեն մոտենում է հարվածում ու գրավում դարպասը 3-2 Մոնակոն երկրորդ խաղակեսում 2 գնդակ ետ է բերում
Պերեդը 3-2-5 րոպեվա ընթացքում Մոնակոն երկրորդ խաղակեսում 2 գնդակ հեղինակեց, ինչը շատ ու շատ թիմերի չի հաջողվում բնականաբար Վիլյարեալի դեմ խաղում խփել նույնիսկ 1, նույնիսկ 2 գնդակ, բայց Մոնակոն իր մեջ ուժ գտնավ երկրորդ խաղակեսը շատ լավ մեկնարկեց ու 2 գնդակ ետ բերեց։ Այո, Մոսյանը այս բանի խաղադաշտում չէ, եթե Մոսյանն էլ կարողանա իհարկե վերադառնալ խաղադաշտ ու փորձել օգնել խաղանկերներին, ճիշտ է, նա շատ բարդ վնասված ստացավ առաջի խաղակեսում ձգելով մկանը, բայց եթե Մոսյանը հասցնի երկրորդ խաղակեսում իհարկե օգնել իր թիմին, ապա էլ ավելի հետաքրքիր հանդիպման ականատես կլինենք այս մնացած ժամանակահատվածում։ Ու տեսնենք Սարգսյան ուժեղ փոխանցում առաջ դեպի Պերեդեն։ Պերեդը փոխանցում էր այստեղ ավելի շուտ կատարում Պերեդեն, բայց ոչ ոք չարձագանքեց այս իրավիճակում ու տեսնենք Եսիս նետում է Վիլյարեալը Ուլուխանյան դեպի Զատիկյանը Նորից Ուլուխանյան Աչից կա Ստեփանյանը, գտավ Ստեփանյանին և հետ փոխանցում է կատարում այստեղ էլ Ստեփանյանը դարպասապա Մկրտչյանին, այ հիմա իսկապես հանդիպան ինտրիգը էլ ավելի է մեծանալու, այ հիմա հանդիպումը էլ ավելի այլ տրամաբանություն կունենա ու տեսնենք այս մնացած ժամանակահատվածը Սարդանյանի մայլ դարպասաձողն է պրգում այստեղ Մոնակոին նորից կարող էր գրավել Վիլյարեալը դարպասը, բայց Սարդանյանի հարվածը չհայտնվեց դարպասում, հարվածից հետո գնդակը ու տեսնենք Ստեփանյան լավ փոխանցում դեպի Գագիկ Սարդանյանը ձաչի եզրով հիմա էլ Սարդանյանը շարժվում է առաջ դեպի կենտրոն դեպի Ավակյանը, բայց հասցրեց Գրիգորյանը հեռացնել գնդակը Պերեդը լավ ներանցումը Մոնակոն շարժվում է նորից առաջ սմուտ Պերեդը վտանգավոր է Պերեդը պետք է հարվածել շատ տարվեց անհատական խաղով այստեղ Պերեդեն հիմա թողեց Նելսոն Հարությունյանի գնդակը դեպի անց լավ նկատեց Հարությունյանն էլ Սարգսյանին բայց արդեն իհարկե այսքան դանդաղելուց հետո Բեգոյանը թույլ չէր տա Սարգսյանին ու հիմա Վիլյարեալի պատասխանը Արմեն Ավակյան մնաց գնդակով Ավակյանը դեպի Կարո Մանուկյանը Ուլուխանյան ուղարկում է գնդակը Ստեփանյանի ուղղությամբ Ուլուխանյանը Ստեփանյանը դեպի Ավակյանը Էրիկ Սարգսյանը լավ գործում ու նորից կարող է Մոնակոն հակագրոյի հասնել, բայց Ուլուխանյանը այստեղ թույլ չտվեց մրցակցին շրջանցել իրեն եզից ամեն դեպքում կնետի Մոնակոն Սարգսյան դեպի Դավիթ Սարգսյան ուղարկեց գնդակը ու դեպի աջ բայց շահասավ գնդակը այստեղ խաղանկերոջը և Վիլյարեալը շարժվում է առաջ Մանուկյան Արմեն Ավակյան Բեգոյան հարված ու Բլնդոյանը փրկում է Մոնակոին Ավակյան չի ավարտվել գրոհի ևս մեկ փոխանցում այստեղ էլ Սարգսյանը հեռացեց գնդակ ու պայեց գնդակը Դավիթ Սարգսյանը դաշտի սահմաններում դեպի աջ Նելսոն Հարությունյան ու Զատիկյանն է այստեղ էլ լավ գործում շարունակվում է Մոնակոյի գրոհը Հարությունյան կա փոխանցումը Ստեփանյանն է փակում գնդակի ճանապարհը Բեգոյան թողեց Զատիկյանին ու արդեն դեպի Արմեն Ավակյանը փոխանցում, բայց Գրիգորյանը լավ գործեց, Հարությունյանը հարված կտեսնենք, այո, բայց փակվեց գնդակի ճանապարհը ու հիմա ինչ է, 11 մետրից հարված է նորից Մոնակոն պահանջում, բայց մրցավարը չտեսավ ոչինչ, Սարդանյան շարժվում է առաջ Վիլյարեալը Էրիկ Սարգսյանը լավ գործեց, Կարո Մանուկյանը մնաց գնդակը Մանուկյանի մոտ, գտավ Սարդանյանին, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ էր, ներողություն Դավիթ Սարգսյանն է գնդակով կա Աչից Հարությունյանը կա փոխանցում Նելսոն Հարությունյանի ուղղությամբ Հարությունյան հարված ուշեղությամբ է ստացվում Հարությունյանի կատարած հարվածը այո ինչպիսի բարձր տեմպ են հաղորդել հանդիպմանը թիմերը երկու կողմից էլ շատ հետաքրքիր հանդիպում է ընթանում իսկապես թիմերը մեկ-մեկ ու սպառնում են բավական վտանգավոր պահերով ու
Առայժմ հանդիպան հաշիվը 3-2 է, առայժմ հաղթում է Վիլյարեալը նվազագույն, բայց մեկ գնդակի առավելությունը միևնույն է, նույն 3 միավորի արժեք ունի։ Բեգոյան լավն էր փոխանցումը, Բլանդոյանը հեռացեց, Սարդարյանն էլ հարվածեց ու մի փոքր շեղությամբ ստացեց Գագիկ Սարդարյանի կատարած հարվածը, լավ նկատեց բաց անկյունը, բայց ամբողջությամբ պատտստել գնդակ այս իրավիճակում հեռավոր անկյուն չստացվեց Վիլյարեալի ֆուտբոլիստի մոտ ու հիմա հարված կլինի Մոնակոյի դարպասից։ Կա մրցավարի Սուլիչը։ Բլանդոյան երկար փոխանցում առաջ Սարդարյանն այստեղ փակում է գնդակի ճանապարհը դեպի Կարո Մանուկյանը, նորից Սարդարյան, գեղեցիկ է, Գագիկ Սարդարյան ու գնդակը հայտնվում է դարպասում 4-2 կրկին Վիլյարեալը կրկնապատկում է առավելությունը։ Գագիկ Սարդարյան 4-2 Վիլյարեալը նորից գրավեց դարպասը, այո։ Ստացվեց, իսկապես հիմա Մոսյանը մտավ խաղադաշտ, բայց Մոսյանի մոտ չստացվեց շարունակել հանդիպումը, նորից փոխարինվում է, փորձեց օգնել իր թիմին, բայց այո, վնասվածքը ամեն դեպքում իր գործը կատարում է Սուրեն Մոսյանը, կարծում եմ այլևս այս հանդիպան ընթացքում չի կարող օգնել Մոնակոին, իսկ հիմա այսքան պայքարից հետո, եթե Մոնակոն կարողանար հավասարեցնել հանդիպան հաշիվը, ապա մենք այլ հանդիպում կտեսնենք վերջնամասում, դեռ ամեն ինչ կորած չէ, դեռ մի ամբողջ 12 րոպեներ կան առջևում ու Մոնակոն ինչի մասին է խոսքը 5 րոպեի ընթացքում կարողացավ 2 գնդակ ետ բերել, դեռ կարող են իհարկե մտածել այս հանդիպան մասին, այս հանդիպում բրկելու մասին, բայց դա արդեն ավելի բարդ կլինի, քան մինչ այս բաններ, քանի որ Վիլյարեալը արդեն ավելի ուշադիր կլինի հատկապես պաշտպանությունում։ Սարդարյան դեպի Զատիկյանը Սարքյան այստեղ է լավ գործեց։ Կա փոխանցում դեպի Նելսոն Հարությունյանը, Զատիկյանը թիկունքից աշխատեց, բայց հետո քիչ էր մնում կորցրել գնդակը, չնայած կարողացան արագորեն վերականգնել Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Վիգեն Բեգոյան դեպի կենտրոն, դեպի Արմեն Ավակյանը լավ գործեց, Ավակյանն էլ այստեղ շատ լավն էր փոխանցումը դեպի Սարդարյանը կարծես, այո, արդեն ձախ եզրում է հայտնվել Սարդարյանը, այնքան արագ տեղափոխեցի դիրքը, որ աննկատ եղավ դա։ Էլիկ Սարգսյան դեպի Դավիթ Սարգսյանը, բայց Սարդարյանը թիկունքից նորից լավ է աշխատում։ Ավակյան Կարո Մանուկյան բարձր ստացվեց Մանուկյանի այս փորձը, գնդակն էլ դուրս եկավ դաշտի սահմաններից։ Նորից խաղարկումով փորձում է դուրս գալ Մոնակոն, Պերեդե շատ լավ փոխանցում դեպի Վայ Սարգսյանը շտապեց, Սարգսյանը ճիշտ է հարված կատարել չէր ստացվի կարծում եմ, բայց այսքան ուժեղ էր պետք չէր հետ ուղարկել գնդակ այս իրավիճակում։ Հիմա գնդակի կորուստ Ավակյան ու եթե հասներ փոխանցում, ապա միայնակ էր մնում Կարո Մանուկյանը դարպասապայի դիմաց։ Սարգսյան լավ անցումներ էր, բայց մի քանի մրցակցի, այն էլ Վիլյարեալի ֆուտբոլիստներից այսպես հեշտությամբ իհարկե միջև վերջ չէր ստացվի շրջանցել Բեգոյան։ Ու նորից գնդակը խլում է Մոնակոն, բայց այն դուրս եկավ դաշտի սահմաններից, եսից նետելու են Վիլյարեալի ֆուտբոլիստները։ Սարդարյան նկատում եզրային նետում դեպի Զատիկյանը, Ստեփանյան ու այստեղ գնդակը նորից խլում է Մոնակոն, Գրիգորյան դեպի Նելսոն Հարությունյան ուղարկեց։ Շատ լավ փոխանցում Պերեդե, վտանգավոր է Պերեդե ու ինչ է, շարունակվում է Մոնակոյի կրոն, Նելսոն Հարությունյան հարված Մկրչյանը ետ է մղում գնդակը։
Հիմա նորից շանս ունել Մոնակոն, հիմա նորից այս պահին դարպասը Վիլյարեալի մնաց անալիք, բայց այսքանով իհարկե կարծում եմ Մոնակոն չի սահմանափակվի Գրիգորյան ազատվեց գնդակից ուղարկելով Պերեդեի ուղղությամբ նորից դետվում է առաջ Մոնակոն, այո, կորցնելու ոչինչ չկա, պետք է փորձել փրկել այս հանդիպումը, իսկ այստեղ Հարությունյանը խախտեց խաղի կանոնները Մկրտչյանի դեմ պայքարում։ Սուլեց մրցավարը ստանդարտ նշանակելով։ Հիմա 18-ը մրցավարի խաղարկված է, գնդակը Ավակյան։ Շատ լավ գործողություն ու հարված Արմեն Ավակյանից, բայց չանցավ այստեղ Ավակյանի հարվածը, Սարդայանն է թողնում է գնդակը նորից Արմեն Ավակյանին ու փակվեց այս փոխանցման ճանապարհը Դավիթ Սարգսյանի կողմից։ Պերեդե դեպի Աչեզը, դեպի Գրիգորյանը, Գրիգորյանն էլ լավ նկատել էր Դավիթ Սարգսյանին, բայց փոխանցում այստեղ չանցավ։ Նելսոն Հարությունյան պայքարում է մինչև վերջ Հարությունյանը։ Ու հարվածում եղավ անդրադարձ եւ անկյունային է վաստակում Մոնակոն այս իրավիճակում։ Խաղարկումով այս անգամ Մոնակոն սկսեց անկյունայինը Սարգսյան եւ այդ փոխանցում դեպի Էրիկ Սարգսյանի ուղղությամբ Գուցե հերվից փորձի Սարգսյանը այդպես էլ արեց ու Լուխանյանից հիմա էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից նորից անկյունային կիրականացնի Մոնակոն ուղիղ դարպասն ընթանում է Էրիկ Սարգսյանի կատարած հարվածը եւ բարդ է ասել արդյոք Մկրտչյանը փրկելու էր իրադրությունը թե ոչ Եվս մեկ փոխանցում Ստեփանյանը նորից է հեռացնում գնդակը Սարդայանն էլ դեպի ավելի բայց այ եկավ Աղվան Գրիգորյանի մոտ իսկ Գրիգորյանի այս փոխանցումից հետո Մկրտչյանը տիրեց գնդակին նետելով Վիգեն Բեգոյանին դեպի Սարդայանը շատ լավ գրոհ է սկսում Վիլյարեալը Ավակյան Կարոմանուկյան Բեգոյան հարված ու դարպասաձողն է փրկում այստեղ էլ Մոնակոին Բեգոյանի հարվածից հետո հարված կլինի Բլնդոյանի պաշտպանած դարպասից այս ընթացքում փոփոխություն Վիլյարեալի կազմում Գևորգ Հովհաննիսյանն է մտնում խաղադաշտից խաղադաշտը լքեց Զատիկյանը Մկրտչյան դեպի առաջ դեպի Հարությունյանը բայց Բեգոյանը այստեղ է ու Մկրտչյանը տիրեց գնդակին այս իրավիճակում Արմեն Ավակյան շատ լավ փոխանցում էր դեպի Վիգեն Բեգոյանը գրոհի անցնում Վիլյարեալը ու Բեգոյանի հարվածը շեղությամբ ստացվեց այս իրավիճակում Պերեդե թողեց Սարգսյանին գնդակը Կարոմանուկյան այստեղ փորձեց անցում կատարել, բայց չստացվեց գնդակը կլինի Մոնակոյինը Փոփոխություն տեղի ունեցավ այս ընթացքում ու շարունակվում է հանդիպումը Մոսյանը կրկին մտավ խաղադաշտ, բայց հիմա չեմ կարող ասել հարկադրված փոփոխություն էր այստեղ թե ոչ իսկ հիմա Վիլյարեալը կարող է ավարտել այս հանդիպումը Կարոմանուկյան 5-2 այո աղտող հետ կապված հարցերի պատասխանը Մանուկյան այս գոլով տվեց Կարոմանուկյանը 5-2 դարձավ հանդիպման հաշիվը այս խաղում Մանուկյանը խփեց Եգոր գնդակը
ու իհարկե այս գոլով արդեն հստակ կարող ենք ասել, որ Վիլյարեալը ապահովում է իր հաղթանակը, այլևս նույնիսկ ժամանակի տեսանկյունից չի կարող հասնել այս խաղը փրկել Մոնակոն, քանի որ հանդիպան ավարտին մնացել է 4 րոպեից ավելի քիչ խաղաժամանակ, իսկ 3 գնդակ հեղինակել Վիլյարեալի դարպասայքան քիչ ժամանակում այն էլ եթե հիմա Ավակյանի հարվածը հայտնվեր դարպասում էլ ավելի կբարդանար խնդիրը, իհարկե 3 գնդակ ամեն դեպքում այլևս Մոնակոն չի հասնի հեղինակել Վիլյարեալի դարպասը լիներ խաղաժամանակ կարող էինք մտածել այդ մասին, բայց ոչ այն էլ 3 գնդակի առկայություն, մեկը երկուսը իհարկե տեսանք, որ Մոնակոն ետ է բերում, բայց ավելին իհարկե Վիլյարեալին խփել այդպիսի երաժշտությամբ չի ստացվի, Սարգսյան դեպի Դավիթ Սարգսյան ուղարկեց գնդակը, Պերեդե, բայց Պերեդեի փոխանցումը Լովհաննիսյանն է փակում, Մուլուխանյան դեպի առաջ ուղարկեց գնդակը, բաժին ասավ այստեղ Գրիգորյանին դեպի Էրիկ Սարգսյանն ու Արմեն Ավակյանն է այստեղ էլ հասնում ազատվել գնդակից ուղարկելով Միլան Գյոզյանին, ով շարժվում է առաջ 3-2-ի դիմաց Վիլյարեալը նետվել է առաջ Կարոլ Մանուկյան, Սարդարյան ու չստացվեց այստեղ գտնել ցանցը Սարդարյանի մոտ, սա անկումով հասավ գնդակին, Ավակյանն էլ արվածեց ու հիմա գրավում է դարպասը 6-2 Արմեն Ավակյան 6-2 հետրիկ Ավակյանից արդեն այս խաղում ու ավելի մեծացեց Վիլյարեալը հանդիպման վերջամասում իր առավելությունը այո իսկապես ծափարություններ Մոնակոյին այս պայքարի համար, բայց Վիլյարեալի փորձի կարգի հաշվին ամեն դեպքում հերթական հաղթանակն է տանում արդեն հաղթում են 4 գնդակի առավելությամբ հանդիպան հիմնական ժամանակի ավարտին էլ մնացել է ընդամենը 1 րոպե խաղաժամանակ ու այսքան պայքարից հետո ամեն դեպքում Մոնակոն կկրի պարտություն, բայց կսպասի իր մրցակիցների հանդիպումներին Ուլուխանյան լավ գործեց այստեղ Ուլուխանյանը շատ լավ տարածություն հաղթարեց, փոխանցում էլ կատարեց, բայց փակվեց Ուլուխանյանի փոխանցման ճանապարհը Մկրտչյանի կողմից Կարո Մանուկյանը վերականգնում է գնդակը Վիլյարեալի համար ու այստեղ էր խաղի կանոնների խախտում Մանուկյանի դեմ պայքարում Մանուկյան հերվից հարված Բլնդոյանի վրա ընթացավ գնդակը ուղիղ կենտրոնով հարվածեց Մանուկյանը ու դարպասապահ գնդակ ուղարկում է առաջ, բայց այստեղ առաջինը Վիլյարեալի ֆուտբոլիստներն էին Սարդարյան հերվից հարված նորից Բլնդոյանը ետ պեղեց, բայց Մանուկյանի հարվածից հետո էլ չհայտնվեց գնդակը դարպասում հենց Մանուկյանից կարծես դուրս եկավ գնդակը նարկի սահմաններից, այո Հարությունյան ու դեպի աջ է ուղարկում գնդակը Մկրտչյանի ուղղությամբ կարծում եմ սա կլինի վերջին գրոհը Մոնակոյի Հարությունյան հարված Սայիկ Մկրտչյանն է այստեղ էլ փակում հարվածի ճանապարհը ու անկյունային հարված հիմա կիրականացնի Մոնակոն տեսնենք անկյունային ինչ կտա Մոնակոյին Պերեդե Խաղարկում այստեղ բայց հարվածը ուժեղ ստացվեց եւ վերջո այս հետաքրքիր հանդիպումը ավարտված է Վիլյարեալը կարողացավ 6-2 հաշվով տանել հաղթանակ ու վաստակել հերթական 3 միավորը այս հանդիպման համար նույնպես նախատեսել էինք այսքանը կարճ դադար որից հետո կվերադառնանք